Մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, բարև ձեզ Անդրանիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, իմ խնդրանքով, որովհետև պարոն Թևանյանը Մոսկվայում էր, Կարմիր հրապարակում մասնակցում էր շքերթին, տոնախմբությանը, պիտի խնդրեմ ձեր տպավորությունները կիսեք, բայց հատկապես ինչու որոշեցի հրավիրել, որովհետև իր էջում 3 էր, չէ՞ կարծեմ պարոն Թևանյան, հրապարակում էր արել շատ ճիշտ առողջ շեշտադրումներով ես շատ եմ ուզում, որ սա նաև փոխանցվի մեր հետևորդներին, ըստ էության, ինչպես սիրում է այդ բառը օգտագործել պարոն Թևանյանը, կոդերը շատ ճշգրիտ, այս ինչ ասեմ, հանցագործների խումբը կամ բանդան, որ սկզբում թվում էր շատ միամիտ հայտարարություններ են անում հանուն ոչնչի, փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ այդ հանուն ոչնչի հայտարարությունը պատահական չէր, հանուն ոչնչի, դա մեզ արժեցավ, հանուն ոչնչի ասում էր Արցախի համար, փաստորեն մենք այդպես Արցախը հանձնեց, իրենց թեթև ձեռքով, հիմա արդեն ոչ ավել ոչ պակաս, արդեն հասել են երկրորդ համաշխարհային պատերազմի, փաստորեն հիմա այն թեզն է տարածում, որ ըստ էության մեր պապերը հանուն ոչնչի են երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել, որովհետև այդ հանուն ոչնչին նշանակում է, որ հանուն ոչնչի էր, որտեղ շատ ավելի շուտ պիտի թուրքերի առջև դուռը բացվեր եւ Արցախում եւ երկրորդ համաշխարհային պատերազմ, ըստ էության դրա մասին է խոսքը, որ ինչու են դռները ամուր փակել, որտեղ դե պիտի դա էր ասում Արցունոսը, պիտի դռները բացենք, որովհետեւ պարզվում է, որ պատմությունը խեղաթյուրվել է, ինչ որ փաստեր, բաներ, ես որ առաջին անգամ եմ լսում դրա մասին, պարզվում է, որ այնքան էին մտածում հայերի մասին, որ պիտի Գերմանիան գար, Թուրքիան գրավեր, դրանից հետո ազատագրեր եւ մեծ Հայաստան ստեղծել։ Սա անշուշտ պատական չէ, շատ ճիշտ էր նկատել պարոն Թևանյանը, մի անգամ այսպես հարցերը տամ, հա, ինչ էր այդտեղ այդ խայտարակությունը, որ մենք պիտի խնդրեմ նաև թվերը ներկայացնեք, թե ինչպիսի մասնակցություն է ունեցել հայ ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ ինչ խայտարակ ամոթ էր, որ մենք ներկայացված չէինք եւ Ադրբեջանի բաններ, ինչ էր կոչվում, զորախումբներ անցնում են տեղից, ընդ որում ասեցին են հատուկ ջոկատայինների սպեցնազի, հա, որ ուղղակի բանը դաժան բան պիտի ասեմ, մորթում էին մեր երեխաներին եւ ծերերին Արցախում, չէ՞ հենց հատուկ դրանք էին, չէ՞ դրանց վրա էր այդ գործառույթը դրած։ Ինչ տպավորություն ստացաք, սա ինչպես եք մեկնաբանում, հմեկը ինչի է լծվել եւ Անայի հայտարարությունները դեռ 7 տարի առաջ եւ ինչին բերեցին, հասցրեցին, խնդրեմ։ Մի քանի բլոկ ներկայացրեցիք, ես ասեմ, որ Մայր Հայաստանը, այո, Մայր Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից հրավեր է ստացել մասնակցելու զորահանդեսին եւ մենք ընդունել ենք սիրով բնականաբար այդ զորահանդեսը, որովհետեւ մենք մեզ տիրոջ կարգավիճակում ենք զգում երկրորդ համաշխարհային կամ հայրենական ինչպես ընդունված է ասել, տիրոջ կարգավիճակում ենք զգում այդ մասնակցելով, այսինքն հայ ժողովուրդը, այո, մեր բոլորի պապերը, իմ երկու պապերը մասնակցել են պատերազմին, երևի քիչ մարդ կգտնենք Հայաստանում, ովքեր որ առնչություն չունեն հայրենական պատերազմի հետ, երկրորդ համաշխարհայինի հետ, այս առումով մենք մեզ ոչ թե հյուրի կարգավիճակով պետք է զգայինք, այլ տիրոջ կարգավիճակով, փայատիրոջ կարգավիճակով, այդ դեմ տարած հաղթանակը դա նաև հայ ժողովրդի հաղթանակն է, որովհետև ամբողջ աշխարհից հաշվարկված է կես միլիոնից ավել մասնակցություն հայ ժողովրդի եւ զոհերի քանակով մենք մոտ 300,000 տարբեր թվեր են նշում, բայց բովանդակ հայ ժողովուրդը 300,000-ի չափ զոհ է տվել եւ մենք փայլուն հրամանատարներ ենք նաեւ ունեցել, ովքեր մասնակցել են եւ կերտել են այդ հաղթանակը, մարշալներ, գեներալներ, ադմիրալներ, ծով չունեցող Հայաստանը ադմիրալ Իսակով է տալիս եւ սա շատ մեծ բաների մասին է խոսում եւ զորահանդեսի քաղաքական կողմն այն էր, որ Չինաստանի ղեկավարը կարելի ասել Պուտինի հետ համատեղ էր ընդունում զորահանդեսը, դա նշանակում է այսօրվա աշխարհակաղակական իրավիճակում եւ արևմուտք Ռուսաստան բախման process-ների ընթացքում Չինաստանը իր վերաբերմունքն է ցույց տալիս եւ մասնակցությունը այդ զորահանդեսին նաեւ մեսեջ էր աշխարհին, թե ինչպիսի process-ներ կան, ինչպիսի համագործակցություն կա։ Մասնակցությունը բնականաբար զորահանդեսին նաև զորքերի ցուցադրություն է, թե ինչ միջոցներ կան, բայց այդտեղ շատ կարևոր է քաղաքական կողմը եւ Հայաստանը
փաստացի զորախումբ չէր ներկայացրել եւ դա Նիկոլ Փաշինյանի պատճառով է որ չէր ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանը երևի որ ասма տնից մեկն է մասնակցում, ինքը Ալիևի փոխարեն ընդունում էր ադրբեջանական զորախմբի Կարմիր հրապարակում եւ ես մի բան ասեմ, կադրերից դուրս է մնացել ինքս, քանի որ տրիբունայում եմ եղել եւ հետեւել եմ զորահանդեսին, միակ զորախումբը, որը սխալ թույլ տվեց մարշի ժամանակ, դա ադրբեջանական զորախումբն էր, այո, ես տեսել եմ, ուղղակի քանի որ չէին նկարում, բնականաբար ես ադրբեջանական զորախմբին չէի նկարելու, այսպես տարբեր կադրեր վերցրել եմ, ես կարող եմ ասել, որ իրենց այսպես կոչված սպեցնազը քայլելու ժամանակ մի հոգի ավտոմատավոր ձեռքից գցեց ավտոմատը եւ ամբողջ զորքը խառնվեց, այդ շարքերը խառնվեցին, նա կռացավ որ վերցնի եւ այդ վերցնելու ընթացքում խառնվեց այդ զորախումբը եւ դա շատ հետաքրքիր էր որ այդպես էլ կա, այսինքն միայն այդ զորախումբը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է նաեւ մեծ պարտության մատնել։ Նիկոլ Փաշինյանը աշխարհակաղակական թափառաշրջիկի կարգավիճակ ուներ եւ այսպես խոժոր դեմքով նստած էր մի մութ անկյունում, հոնքերը կիտել էր, բայց լացը չտեսա, համենայն այդպիսի պատկեր էր եւ կարելի ասել որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակից ենք, գոնե փաստաթղթերով այդպես է, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է որ այդպես չլինի եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք, ճիշտ է Նիկոլ Փաշինյանը սառեցրել է մեր անդամությունը եւ չի մասնակցում եւ այդ առումով շատ զարմանալի է որ մենք չենք մասնակցում այսօրվա քաղաքական իրողությունները հաշվի առնելով, որովհետեւ այդուհանդերձ Հայաստանը ռուսական անվտանգային համակարգի հետ միևնույն շրջանակի մեջ է եւ տարօրինակ է առնվազն որ մենք չենք մասնակցում, բայց դա Նիկոլ Փաշինյանի տերերի հրահանգներ երևի հիշում եք որոշ ժամանակ առաջ այնտեղից ցույցում եկավ որ հանգարց չմասնակցեն մայիսի 9-ի զորահանդեսին Նիկոլ Փաշինյանը այո արևմտյան տերերի որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց բայց զորախումբ չտարավ Ադրբեջանը հակառակը արեց Ալիևը ասաց դե քանի Նիկոլը այնտեղա հերիքա այդ կանաչի ծախողի գլխարկով է նստածա թող ինքը մասնակցի բայց ինքը զորախումբ ուղարկեց եւ այսպես հաղթողի տրամաբանությամբ ուրեմն մայիսի 9-ի տոնակատարությանը իրենք մասնակցում են եւ դա այն դեպքում որ Ադրբեջանը մեղմ ասած ոչ համադրելի մասնակցություն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ի համեմատ հայերի։ Հիմա այն ինչ տեղի է ունենում քարոզչական դաշտում զուգահեռաբար։ Եթե Ղարաբաղի հետ կապված քարոզվում էր 2018 թվականից որ հայերը զոհվել են Ղարաբաղում հանուն ոչնչի, հիմա մենք գիտենք չէ որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դա այսպես ժառանգականության տրամաբանությամբ առաջին հանրապետության, սովետական սոցիալիստական հանրապետության ժառանգորդն է, այսինքն չլիներ առաջին հանրապետությունը, չէր լինի սովետական Հայաստանը, չլիներ սովետական Հայաստանը, չէր լինի նաև այսօրվա Հայաստանը։ Հիմա երբ որ հիմնական քարոզիչների բերանով Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ստալինգրադի ճակատամարտում հայ ժողովուրդը զոհվել է հանուն ոչնչի, դա նշանակում է լրջագույն սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար, դա նախա այսպես նշանն է, որ Արցախի հանձնելուց առաջ էին ասում հանուն ոչնչի, հետո հանձնեցին Արցախը, հիմա էլ Հայաստանի Հանրապետության համար են ասում, որ հանուն ոչնչի են զոհվել մեր պապերը եւ ինչ է ստացվում։ Հակառուսական քարոզչության իրականացման շրջանակներում իրենք փաստորեն Նիկոլ Փաշինյանը դարձել է Հիտլերի փաստաբանը, որովհետեւ ինքը ասում է, եթե Հիտլերը հաղթեր, ուրեմն լինելու էր մեծ Հայաստան։ Այսօրվա պրոյեկցիայի մեջ դա նշանակում է Արևմուտքը ավելի լավն է, Ռուսաստանը մեր թշնամին է, Արևմուտքը մեզ անվտանգություն կապահովի եւ մեծ Հայաստան, Ռուսաստանը ճիշտ հակառակը, Ռուսաստանը մեր թշնամին է, Թուրքիան մեր բարեկամն է, սա է հիմնական քարոզչական մեսեջը, որը տալիս է Նիկոլ Փաշինյանը, բայց մենք տեսել ենք եւ առաջին աշխարհամարտի ժամանակ եւ երկրորդում ակնհայտ էր, որ եթե հանկարծ Սովետական միությունը պարտվում էր Գերմանիային, ապա դրանից միանշանակորեն օգտվելու էր Թուրքիան եւ մենք այսօրվա Հայաստանը չէինք ունենա բնականաբար եւ դա ուղղակի լկտի սուտ է, որ Հիտլերը իբր թե մեծ Հայաստան էր պատրաստում նվիրել հայ ժողովրդին։ Դա նշանակում է, որ սիրելի ժողովուրդ իրենք ինչ են ուզում ասել։ Ոնց որ Մակրոնը, Միշելը, Բայդենը խափեցին, ասեցին դուք Ադրբեջանի կազում ճանաչեք Արցախը, մենք Արցախի անվտանգությունը կապահովենք, Հայաստանի ամբողջականությունը կապահովենք եւ ճիշտ հակառակը տեղի ունեցավ, հիմա էլ ասում են, թե դուք էլի արևմուտքին ապավինեք, այսինքն արևմուտքը երեկվա Հիտլերն են ներկայացնում, սրանք չեն էլ հասկանում ինչ հիմարություն են անում, բայց արևմուտքին ապավինեք, իրենք ձեզ անվտանգություն կապահովեն եւ արդյունքում Հայաստանը կպահպանվի, բայց իրականում իրականացնում են պրոթուրքական քաղաքականություն եւ այս ամենը ես հիշեցնեմ նաեւ Վաշինգտոնից ստացած հրահանգի հետևանք է 18 թվականի այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ Բոլտոնը
Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը ժամանեց Երևան, ինքը ասեց պետք է հրաժարվեք կարծրատիպերից։ Այդ կարծրատիպերի հրաժարումը ըստ Բոլտոնի հետևյալն էր. Թուրքիան ձեր բարեկամն է, Ռուսաստանը թշնամին, այսինքն շրջում էին ամբողջությամբ։ Ցեղասպանության համար մեղավոր են ոչ թե երեք թուրքերը, այլ ռուսները։ Իրանի հետ սահմանը կարող է փակվել, Իրանի դեմ պետք է գործողությունների գնալ։ Ղարաբաղը պետք է հանձնել Ադրբեջանի հանուն հակառուսական ինտերնացիոնալի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է զոհաբերել հանուն հակառուսական ինտերնացիոնալի։ Սա այն գլոբալիստական պրոյեկտն էր, որի շրջանակներում Բոլտոնից ստացած հրահանգները Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը ամբողջությամբ կյանքի է կոչում եւ հիմա եկել է վերջի փուլը, Հայաստանի Հանրապետության փուլը, որը իրենք իրականացում են այսպես կոչված խաղաղասիրական լոզունգների ներքո։ Այդ առումով Չեմբերլինի հայտնի բանաձևը կա, որ մենք խաղաղություն բերեցինք, բայց իրականում բերեցին պատերազմ, այնպիսի պատերազմ, որ միլիոնավոր զոհերի արժանացավ, եւ հիմա էլ այսպես կոչված խաղաղության անվան տակ Արցախն է հանձնվել, էթնիկ զտում է տեղի ունեցել եւ Հայաստանի Հանրապետության գոյությունը հայտնվել է վտանգի տակ։ Այս կարծրատիպերից հրաժարումն էր քարոզում Բոլտոնը եւ Նիկոլ Փաշինյանը ու իր քարոզիչները հենց այդ դա էլ անում են, ուղղակի այնքան գրեիք ձևով արեցին, որ փաստորեն ստացվեց, որ իրենք Հիտլերի փաստաբանը դարձան եւ Հիտլերի վկան։ Ընդ որում այդպիսի պրիմիտիվ քարոզ տանում են մերձ Բալթյան երկրները, որոնք պարտական են իդեպ Սովետական Միությանը, լեհերն են տանում որոշակի մասով, որոնք նույնպես պարտական են Սովետական Միությանը, տանում են ուկրաինացիները եւ իրենց այդ պոլիցիայական տրամաբանությամբ Լևովի կողմի ուկրաինացիները այդ քարոզը տանում են, որ Հիտլերը ավելի լավն էր, քան Սովետական Ռուսաստանը եւ տանում են քարոզ այն շրջանակները, ովքեր օրթոդոքս գլոբալիստական հակառուսական տարբերակների մեջ են գտնվում եւ այդ քարոզն են իրականացնում եւ Հայաստանը դարձել է մանրադրամ։ Ես ուղղակի զուգահեռները տանեմ Վրաստանի հետ, նույնիսկ Վրաստանը, որը ուղիղ պատճառներ ունի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ գտնվելու Աբխազիայի եւ Ռուսիայի մասով, այդպիսի քարոզություն թույլ չի տալիս ի տարածքում, այդպիսի քարոզություն չի իրականացնում։ Սա ուղղակի խայտարակություն է։ Սա այդ հանուն ոչինչի զոհվելու քաղաքականությունն է, որը ի վերջո Նիկոլ Փաշինյանին բերել է նրան, որ ինքը մի օր հայտարարի, համարյա արդեն հայտարարելու վրա է, որ ցեղասպանությունը ոչ թե երեք թուրքերն են իրականացրել, այլ ռուսները։ Ցեղասպանությունը իրականացվել է հայերի մեղքով։ Ցեղասպանությունը ռուսներից փրկելու համար է եղել։ Այսպիսի քարոզ են իրենք տանելու եւ արդեն իսկ տանում են։ Վերջում ասել են Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցել հանուն ոչինչի։ Դե ասում են արդեն։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ինքը ժառանգականությամբ դարձել է սովետական։ Եթե ասում ես գալիս ես, հիմա տեսեք, սրանք արժե համակարգերի վրա են հարձակվում։ Ստալինգրադի ճակատամարտը իզուր էր, այսինքն ստացվում է, որ մեր պապերը հանուն ոչինչի են զոհվել։ Հիտլերը լավն է, Ռուսաստանը վատը, Սովետական Միությունը վատը, որը իր բոլոր բացասական կողմերով հանդերձ հսկայական ժառանգություն է թողել այսօրվա Հայաստանին, լինի դա ենթակառուցվածքների զարգացում կամ դեմոգրաֆիա։ Սա մի հատ հիշեք, ինչ է ստացել Սովետական Միությունը եւ ինչ բնակության քանակ է հանձնել, մոտավորապես համարյա 4 միլիոնի ենք հանձնում, երբ որ 91 թվականին արդեն 3.7 այո համարյա 4 միլիոններ էր հասնում հայ ժողովրդը գիտության զարգացում, մշակույթի զարգացում, ընդ որում ազգային մշակույթի զարգացում, լեզվի զարգացում։ Մենք հիմա տեսնում ենք հետանկախական շրջանը, ասենք այդքան ազգային կոդեր այդքան շատ չեն օգտագործվում, ինչքան սովետական ժամանակ։ Ես չեմ գովում իհարկե, այնտեղ բացական երևույթներ են եղել, բայց պատմության առաջ պետք է ազնիվ եւ արդար լինել։ Հիմա մենք անկախ Հայաստանը կերտելու նպատակով չպետք է թշնամանանք Ռուսաստանի հետ։ Սրանք ասում են ինքնիշխանություն, իրականում հանձնում են այդ ինքնիշխանությունը եւ ինքնիշխանությունը պատկերացնում են որպես Ռուսաստանի հետ պատերազմ վարել։ Դա առնվազն ապուշություն է, իսկ իրականում պետական դավաճանություն, որովհետեւ մենք պետք է խորացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, խորացնենք հարաբերությունները Իրանի հետ, դրական նորմալ հարաբերություններ ունենանք Վրաստանի հետ, կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի հետ։ Տեսեք, հիմա այսօր էլ ասում է, այս падգամավորներից մեկը ասում է, լավ է, դե իհարկե հեգնում է, բան ասում է, որ արդեն ընդդիմադիրները գիտակցել են, հասկանում են, այլևս չեն խոսում Արցախի մասին, այլ ինչի մասին չեն, Կարսի մասին։ Դե գիտեք ինչ է Կարսը։ Դա ինքնիշխանության հաստատման մասին է խոսում։ Այսինքն ստացվում է, տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարություն արեց, ասում է մենք Արցախը կորցնելով Հայաստանի Հանրապետություն ենք գտել, դա լկտի սուտ է, մենք Արցախը կորցնելով Հայաստանի Հանրապետությունը լրջագույն վտանգի առաջ ենք կանգնեցրել, որովհետև Արցախը նաև մեր անվտանգության բաղադրիչներից էր եւ Արցախը մեր պատմական հայրենիքն է եղել եւ Արցախում կայացած պետություն կար ի վերջո։ Այդ ճիշտ է չճանաչված, ճիշտ է բազում թերություններով եւ թույլ կողմերով, բայց սոցիալական տնտեսական հարցեր է։ Հիմա հացը ասում են կրկնակի գինա դարձել 100 միլիոնի ամեն տարի բանը միայն ծորեն էին բերում
Տեսեք, Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջները կատարելով ի վերջո դրվում է Հայաստանի Հանրապետության տապանակարը։ Դրա համար բոլորիս համար պետք է համախմբման կոչ լինի, որպեսզի փոխենք այս իշխանություններին, որովհետեւ իրենք պետական դավաճանությունը դարձրել են սեփական կաշին փրկելու միջոց։ Նիկոլ Փաշինյանը եթե իր տեսակետից նայենք, ինքը պետք է փրկի իր կաշին այդ միջոցներով, դրա համար էլ ասենք ամեն ինչի դիմում են, բռնությունների են դիմում, ասենք այս գործը տեսեք, ես մի կոնկրետ օրինակ բերեմ, իրենք ինչ էին ասում, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իբր թե Թալանի դեմ պայքար։ Թալանը բացահայտվում է, հարձակվում են բացահայտողի վրա, ժողովրդավարությունից են խոսում, մարդու իրավունքներից այրում են Մայր Հայաստան խմբակցության անդամի կնոջ ավտոմեքենան եւ այսքան տեսախցիկների պարագայում դա այսպես 5 րոպեում բացահայտվող գործ էր։ Եվ մինչև այսօր դեռ հստակ չի տրվում այն ուղերձը, թե ինչու են այրել, պարզ է որ մենք քաղաքական ենթատեքստ ենք այդտեղ տեսնում, որովհետև Գևորգ Ստեփանյանը որևէ անձնական թշնամական հարաբերություն չունի որևէ մեկի հետ, այստեղ զուտ քաղաքական ենթատեքստ է, բայց բացահայտումը դեռ ուշանում է։ Իրենց պարագան լիներ, 5 րոպեում բացահայտել էին, տոհանվեղության կանխավարկածել էին, խախտել, ամեն ինչ արել են եւ աշխարհով մեկ թմկարել են, որ տեսեք։ Պարոն Թևանյան, հիմա նորից իրենք շահարկում են, ասում են, հիմա մենք Թալանը բան հետ կբերենք։ 7 տարի հետո սա կաշխատի թե չի աշխատի, նորից եմ կրկնում, այսօր պարոն Բագրատյանն ասեց, միայն ստվերում կորցրել ենք 60 միլիարդ դոլար 7 տարվա ընթացքում, դու Թալան չի ես, ասես Նիկոլ դի բերես այդ 60 միլիարդը։ Ես պաշտոնական թվերը կբերեմ։ Այդ որ ինքը ասում է, չի աշխատի, ինչու։ Տեսեք, պաշտոնական թվերով 7 միլիարդով ավելացրել են պետական պարտքը։ Հիմա այդ մնացածների հետ մենք գործ ունենք, այդ 7 միլիարդը ինչ են արել։ Տարբեր կոնկրետ պրոյեկտներ կան, որոնք Թալանը բացահայտված են նաև իրենց կողմից, օրինակ նույն Անիֆի պրոյեկտը։ Ինչի է հիստերիկանում Նիկոլ Փաշինյանը, որովհետև երբ որ իր ճակատին ճպասնում են նույն ազգային ժողովում, անդիմադիր падգամավորները խոսում են իր Թալանից, ինքը խառնում է իրար, որովհետև դա իր վերջին ֆիշկան է, այսպես ասած։ Ինքը ասում է Արցախը հանձնել եմ Հայաստանի անվտանգությունը չեմ կարողանում ապահովել, բայց զատո Թալանի դեմ եմ պայքարում։ Բոլորը հիմա տեսել են, որ Թալանի դեմ պայքարը չի աշխատելու եւ մեր հետազոտությունները, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ինքը պատմական մինիմում վարկանիշի վրա է 8-ից 10%-ի չափով, մնացած ամբողջությամբ վարչական ռեսուրսերն են Գյումրիում, որ մենք տեսանք, այդ Թալանը չի աշխատելու, որովհետեւ այդ Թալանչին մարդիկ տեսան, որ իրենք են եւ անվտանգության հարցով լեգիտիմություն չկա, ժողովրդավարության հարցում լեգիտիմություն չկա, Թալանի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լեգիտիմություն չկա, մնացել է վերջին լեգիտիմության մազը, թշրանքը, դա այսպես կոչված ընտրական լեգիտիմությունն է, այդ լեգիտիմության դեմ էլ ես ենթադրում եմ, որ իրենք էլի ինչ-որ գործողություն անելու են, փորձելու են կեղծելով վերարտադրվել, այդտեղ պայթյուն է տեղի ունենալու, կամ էլ այնքան խելք են ունենալու անվտանգությունից, սեփական կաշի փրկությունից ելնելով, ստիպված են լինելու լքել դահլիճը, այսպես ասած քաղաքական։ Տեսեք, ես պարոն Բագրատյանն էլ էս հարցը տվեցի, ասեմ ու ավարտենք։ Եթե ընդունենք այն ինչ որ մամուլում գրված է, դա ճիշտ է, որ ինքը ծախել է իրականում Արցախը 5 միլիարդով կամ չգիտեմ ինչով, եւ ասենք Հայաստանը։ Հիմա իր վիճակը պատկերացրեք, պարոն Թևանյան։ Մի կողմից ինքը այստեղից սեղմում են, այս մյուս կողմից ինքը հասկանում է, որ եթե հակառուսականությունը բան գնում է, այս գործը ինչ պիտի անի։ Օրինակ պարոն Բագրատյանն ասում է թող ազնիվ լինի, ժողովրդին ասի, հաստատ իրան ինչ որ մի հնարավորություն կտանք։ Տեսեք, քաղաքական առումով մենք պետք է այնպիսի կոնֆիգուրացիա։ Ուզում ասեմ, ինքը փակուղու մեջ է։ Եթե այդպես նայեք, ինքը Նիկոլը փակուղու մեջ է, թե իսկապես գումարը վերցրել եւ ծախել է Հայաստանը։ Մի կողմ թողած գումարը այն ինչ որ ինքը արդեն արել է հայ ժողովրդի հետ, Արցախի կորստով, Հայաստանի տարածքների կորստով։ Չէ, ուզում ասեմ, պատանդա նրանց ձեռքը, այդ իմաստով, եթե պատանդա Էրդողանի եւ Ալիևի ձեռքը, ինչ անի։ Այստեղ իր անելիքը այդքան չի, ինչքան որ մենք պետք է աշխատենք նաեւ քաղաքացիական պայմանագրի տարբեր շրջանակների հետ, որպեսզի անցնցում իշխանափոխություն տեղի ունենա, այդ գիտակցությունը իմ տպավորությամբ կա իշխանության ներսում, լինի դա ուժային կառույցներում, լինի դա քաղաքացիական համակարգերում, այդ process-ը կա եւ այդ process-ը իր կուլմինացիային կհասնի ընտրությունների ժամանակ։ Ասեցիք, որ գնացել է, որտեվ Ադրբեջանի Ալիևի փոխարեն էր գնացել, դա ես պատկերավոր եմ ասում։ Այո, դրա համար ուզում եմ մի քիչ ավելի բան հողի վերաբերել։ Ըստ ավելի կոնկրետ, ինչու գնաց, ինչ շահեց եւ ինչ եղավ տեղի ունեցավ այստեղ։ Դե վախեցած է ինքը։ Վախեցավ դրա համար գնաց եւ պինգ-պոնգի քաղաքականություն է վարում։ Տեսեք։ Դե տակից ասում է խփեք գնում է, հիմա դրա համար եմ ասում, ինչ ասա։ Այս կողմից ճնշում են, ինքը այն կողմ է գնում, այն կողմից ճնշում են, այս կողմ է գնում։ Զորախումբ չի ուղարկում, ինքը մասնակցում է։ ԵՄ-ին անդամակցելու այդ որոշումները կայացնում, բայց ինքը գիտի որ ԵՄ-ի անդամ չի դառնալու, բայց միևնույն ժամանակ արմտամետ խաղալուն զուգահեռ ՀԱՏՄ-ից Սուրենին էլ ուղարկել է Գերմանիա Պապիկյանին։ Կասկած Հիտլերի գերեզման եթե կա որպես վիրտուալ գերեզմանին ծաղիկներ կդնեն, որ մեծ Հայաստան էր կերտելու Հիտլերը, թող
գնան ծաղիկներ դրան։ դնեն։ Դες մի ասեք, ինչ-որ մասակ կլասիկ բան կանի։ Դե անգամ ես կարծում եմ Ես հեգնանքով եմ դա ասում։ Չէ, ինչ-որ մեկը Չէ, իրենց տրամաբանության մեջ ԿՊ-ն եթե ասում է, որ Հիտլերը մեծ Հայաստան էր ձևակերպելու, ես չեմ բացառում, որ կամ հեգնանքով ասում եմ, որ կարող են ծաղիկները տանեն Հիտլերի վիրտուալ գերեզմանին դնել եւ ասել, որ մենք ձեր փաստաբանն ենք եղել, այսինքն սա հայտարարություն է։ Այդ առումով տեսեք, հրում են հապկից է սարեստում հարաբերությունը, բայց հասկանում եմ, որ ինքը որևէ պարագայում ՆԱՏՕ-ի հետ շանս չունի, բայց իրականում սա մաքուր թուրքական պրոյեկտ է, արդեն Թուրքիայի ազդեցության տակ Էրդողանի գիրքը դոշներին խփած ման են գալիս եւ այս իրավիճակում ուղղակի քաղաքական ուժերը պետք է հասուն լինեն, իրենց մեջ կամ գտնեն եւ կարողանան այնպիսի քաղաքական վիճակ ստեղծել, որ նաեւ ԿՊ-ն տրոհվի, մասնատվի եւ այդ մասնատման պարագայում իշխանապողությունը անցնցում կլինի եւ մենք բոլորս փրկվելու հնարավորություն կստանանք։ Սա եմ ես տեսնում եւ Մայր Հայաստանի գործողություններն էլ դրան են միտված։ Եթե ամփոփենք, այն հայտարարությունը, որ հանուն ըստ էության հանուն ոչնչի էր երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությունը, որտեղ դուրեր բացվում ազատագրելու, դա ինչպես դուք ձևակերպեցիք, ուզում եմ մեկ անգամ եւս հնչի, այլևս Հայաստանի Հանրապետության դեմ է, նայեք, առաջին անգամ իրանք ասեցին զոհվել են հանուն ոչնչի Արցախում, մենք Արցախը կորցրեցինք։ Հիմա սովետական Հայաստանից հետո անկախ Հայաստան դարձած Հայաստանի համար, երբ որ ասում են, որ Ստալինգրադում մեր պապերը զոհվել են հանուն ոչնչի, դա նշանակում է, որ թիրախում է արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Սա շատ վատ նախանշան է եւ այս ամենի դեմը պետք է առնել։ Շնորհակալություն, իմ հյուրն էր Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։